Վերջին 3 օրերի խորհրդարանական քննարկումները էականորեն թարմացրին ներքաղաքական և նախընտրական օրակարգը, և այդ թարմացումը կայանում է նրանում, որ պատերազմի և որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, ինչու՞, որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերը իրենց կողմնակիցներին անվանում են, անվանարկում են ինչպես շուն ու շանգյալ և բոշա, և հետևաբար առավել ևս այս պայմաններում ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին։ Ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, և ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցությունը, և որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասցեին շուն ու շանգյալ և բոշա արտահայտությունները օգտագործելու համար, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է քվեարկությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեն և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին, և որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության 3 ուժերին, խոսքը ուժեղ ՀՀԿ Հայաստանի, ԲՀԿ-ի և Հայաստան դաշինքի մասին է, և նույնն է Դաշնակցություն Քոչարյան դաշինք, ահա այդ 3 ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես շուն ու շանգյալ և դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից։ Պատերազմի և կամ նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը առաջիկա խորհրդարանական ընտրությունների